որևէ մեկի համար գաղտնիք չի, որ մեր երկիրը, Հայաստանը եւ հայությունը գտնվում են շատ ծանր ժամանակաշրջանում։ Արցախը հայաթափված է, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում, թշնամու զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ Հայաստանի իշխանության ղեկին հայտնված այս վարչախումբը շարունակում է կատարել թշնամու պահանջները եւ նրանց հետ ձեռք-ձեռքի բռնած պայքարում հայկական ինքնության դեմ։ Այս պայմաններում, այս իրավիճակում հայ երիտասարդը, հատկապես դաշնակցական երիտասարդը չի կարող հաշտ լինել այս իրավիճակին։ Հետևաբար, սիրելի երիտասարդներ, մենք միասին անելիք ունենք։ Դուք ոչ միայն մեր ապագան եք, այլ նաև մեր ներկան։ Խնդրանքս, կոչս ու հորդորս ձեզ, ընդլայնեք ձեր շարքերը, կարճեք ձեր արմատներից, բայց ավելի առաջադեմ, ավելի եռանդով, ավելի նոր ուժով ու թափով, այն ջահը, որ փոխանցվել է ձեզ, միասնաբար առաջնագծում մեր պայքարը շարունակելու ենք եւ հասնենք հաջողության։ Կեցցե հայ երիտասարդը, կեցցե դաշնակցական ուսանող երիտասարդը եւ բարի երդ ձեր աշխատանքներին։